Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան։ Այս ձեռիս վեշը ցած դնեմ ուստի քոթուկների վրա թեկուզ, հետո գամ ասեմ, թե այս ինչ վեշ է։ Քոթուկին էլ ես մի կռնիցը բերել եմ ես մի կուրը, բայց թե միևնույնն է, արև չի ընկնում։ Ես էլ վիրունին, իմ բերել է իստի պատի վրա էի դրել էլի։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, նախորդ վլոգների մեջ ասել էի, որ դուրն եմ պատվիրել ու վերջապես բերեցին։ Երեկել էի սպասողական վիճակում, այսօր էլ ու այսօր ստացվեց։ Դե գիտեք, մինես թիվա ամեն բան մի անգամից չի լինում։ Կարևորն էն է, էլ է լավ, ոնց ասած, վերջը լավն էլի ու վերջը լավն է։ Իհարկե ինձ օգնել են, դուռը տանն ենք տեղադրել արդեն, միջանցքում ադրված, կմնա արդեն կպցնելու գործը։ Դե էդ էլ կկազմակերպեմ ամեն բան, ինչ որ պետք է կկազմակերպեմ։ Էս էլ թեթևեր ասի, ես կբերեմ, որ իրանց շուտ ճամփեմ էլի, 100 տեղ պետք է մտնեին, դե գիտեք, որ նման դեպքերում խանութներից առաքում են կատարում, մի անգամից այդ ուղղության, այդ գծի վրա ինչքան որ պատվեր ալնում, ավտոն են բարձում, հետո հերթականությունով, բժանելով ման են գալի դրամա, կոֆել չի հյուրասիրեցի, փողն էլ հմի եմ տվել, այդ օրը որ գնացել էի, արդեն հավանել էի այդ դուռը, այդ օրը չէի փողը տվել, դե ասի հայավարի, առ և դուր, կբերեք, հետո նոր գումարը կստանաք սիրելիներս, ես էլ մի հատ ստի դնեմ, հետո դեռ լիսապեց է, էլի, ասեմ, որ հավերիս կուտը տվել եմ բրծել, թենց 6 հանցա, մի կես ժամից կմտնի, այդ մի կես ժամվա մեջ, մի քիչ տանը էլ շահը լիմ էլի, դե գիտեք ինձ, ուրիշ որ բան չլի, հրես այս շեմքի դեղին տերևը կավլեմ, դեսը կբերեմ ոտնատակիցը, Շատ ուրախ եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք, որ նպատակ էի դրել, միջանցքս վերանորոգ եմ, զալի վրա դուռ տեղադրեմ ու այս զալի դուռնա, որ բերեցին այս պահին։ Մի գիտեմ էլ ոչ, գործ անեմ, թե զրից անեմ, դե գիտեք, համ գործ կանեմ, համ զրից կանեմ, մի քիչ հեռանում եմ, բայց գործ անելով կմոդի կանամ դե։ Աշնան տեսարանը վայել եք դուք։ Ես էլ ես տեղին տերևնի, այս կրան վրա ավլե է, ես էլ չպեսը բերել, հետ ուզսկի կթողա, քանի որ հենց քամի անում, ինչեր տան դուռը հասցնում է, էլի, օրն էլ մի ձևի մռթնած ասոր, մի քիչ արևը դուս եկավ, շղշողին տվոց, հետո շուտ կորավ, հանկարծ շաղ չի գա էլի, որ շաղ գա այս տերևը, սաղ գետնիցը կպցնել դիետ էլի, քանի անձրևն եկել չի գետնիցը կպցրել, արևներից միջիցն էլ այս տերևնին հանեմ, չնայած քշերը ետ վերտի գան, բայց թե որ թազեն հնի վրա վերագալի, ծնդրանում է էլի ծաղիկն էլ, հետո արդեն սիրուն չի լինի հենց, որ ռաոդը շուտ դուս եմ գալի գնում հավերին կուտու ջուրը տալիս, սհենց հիանալով, ձեռս սկսելով, անց եմ կենում, ինձ հլեցեք հելա հան ժպիտ են պարգևում, ես էլ դեսը հանեմ, չնայած շատ է, այսքան տեղը որ ավլեմ, ետ կհամարեմ, որ սորտանը էլի մի քիչ առավել օգտակար գործ եմ արել, Միևնույնն է, ետ ես դիմ անել, ուզմ արգնատ հեմլի, ուզմ առավոտ էցլի, այս իմ գործնա, իմ ճկատին ա գրած։ Դե սիրում են, չէ թենց բաներ ասելու, ասում են, դե խո իմ ճկատին գրած չի, բայց թե ես իմ ճկատին ա գրած, այս ես դիմ անել։ Այս էլ սենց իմ արևները, այս արանքնուցը հետ, սիրուն հանեմ, մաքուր պհեմ իմ ծաղիկնին էլի, որ իրանք էլ միշտ ինձ ժպտան, դե իմ կուրը ոչինչ, մտնում ամին ես հոտնատակինը ավնեմ, խշխշալ եմ, բայց թե դեղ ցամ տերևը, սը հենց որ դեղին վերագալի, ու շատ չորանում, սրան կհալ չեմ հմի վառեմ էլի, կհվակ է մտի, թեկուզ վիդրոյի մեջ կլցնեմ, հետո
ասում եմ, վայ թե հլե տանին բաղջումը ծառի որքը լցնեն, հումուս ա էլի։ Դե գիտեք, որ միշտ ստիկալի ծերը, որ ավլել եմ, խաղողի տերևնին, որ վեր են եկել, միշտ հվաքել եմ ու վառել եմ, մի սպիչկի չոփ եմ տվել, ծուխը ծուլ արել, սիրուն, համ էդ պահն ա էլի, սենց մի տեսակ հանգստացնող պահ ա էլի, որ քո արած գործը տենում է, այս ծուխը տերևնում իջիցը մարմանդ, քուլա դուս ա գծում, հա, հետո, որ տերևը շաղանցած գենում ա, արդեն էլ սիրուն չի լումն, արդեն աղբի տեսարան ա ցույց տալի, հետո այդքանն էլ միշտ հարմար չել է, որ վեդրո նստեմ տանին բաղջեն, էդ էլ ասեմ, որ միևնույնն ա, բաղջինն էլ դի մի օր հվակել, կարտալ, որ իմ բաղջեն սիրուն էլի։ Մի խոսքով ես տերևը վառում եմ, ես հիշում եմ, որ անցյալ տարի վառում էի, շատերն ինձ գրառում էին գրել, որ տերևը չի կարելի այրել հումուսը և այլն, Այ սիրելի հետևորդներ ջան, իմ բաղ ու բաղջեն ենքան լիքը հումուս կա, այս տերևի ումուդին չի, էլի, սենց ասեմ, դե ամա ես միշտ վառում եմ, ես էլ որ գեջա վառվիլ չտի, էդ որ ասում եմ կտանին բաղջեն կլսնեմ, ընդի կամանց կչորանա, այ, էլ կա, շատ կա, բայց թե, այս պահին ինձ այսքան տեղն էր կարևոր, որ տերևը շեմքն ա դառնում էլի, ընդի ծաղկի տերևնին են կրանը խորքումը ետ մինը մնին կպհե շատ չեն շաղնցնիլ, այսքան տեղը հվակեմ, հետո էլ դրանը գործ չունիմ էլի, կգնամ տուն, տանիցը ձեզ հետցրից կանեմ, հետո համ իմ ժամանակը հետարքիր կանցնի, համ էլ ձեր, ասեմ, որ սոր շատ լիքը կարևոր գործեր են արել, եկա թափում է լավ, հվակելով, մի արպապ տերև դարավ, մեկ չել ես մի կրմիցը վրա վակել, բնաց ասմել էքուտ ռավոտը կավլեմ, ասմա օգն ու ոտնատակը պետք կա մաքուր էլի, ես մին ոտնատակը մին մաքրեմ, հետո կալի ծերը հեքուց կավլեմ, կշերվան խոնավությունը կկորչի, ոնքան ես արև դուս կգա, ստիել կա տերևնի ես էլ կմաքրեմ, որ միշտ քրիզանթեմը ձեզ ցուցադրելիս, սիրուն ցուցադրեմ, ես արանքնուցը հանեմ, իմ գեղեցկուհուն զարդարեմ, մաքուր պահեմ իմ ծաղիկները, ու իմ շրջակայքը, այսենց, ստացվեց, ու կուշներս, ստեղ էլ կա, թակուհի են, թակուհի, այդքան տեղը միսը հատ վրա հվակեմ, սենց ավլի ծերով, որ ավլում եմ, հետը շատ ողջ չի գալի, էլի մի քիչ, ոնց ասած օթահան եմ տալի, Կանել են կրան վրա, որ ռավոտ լավն են, ծաղիկնիս ետ կաշեմ, որ ավիլը ջարդ է ոչ, Ձերով կաշեմ, ես էլ ետ կաշեմ, կրացել են էլի, արևներս, ոյ, ես վիսը հենց, հետո վեդրոն կլսնեմ ու կտանիմ բաղջումը միանգյունումը, վեդրոն կշրջեմ ես տերևների, ընդի կամանց ինքը կչորանա, հետո բաղջեն մաքրելիս նոր կվառեմ, սիրելի հետևորդներ ջան, Այս կոշիկնի ունիմ վստի դրած, որ գնում եմ բաղջեն, կոշիկնից գալիս եմ վստի եմ հանում,
մինչև շեմքը տանում չեմ, որ ցեխը ֆողը մինչև շեմքը դնավոչ էլի, որ գալիս եմ ստի եմ հասնում, հանում եմ ու կամ կստիկնից եթե բերած եմ ելում ստի պատրաստած, կստիկներս եմ հակնում ու տուն գնում, կամ էլ թե չէ բոբիկ եմ գնում այսքան տեղը, եթե մանավանդ անձրև եկած չիլում, գեդին ու ցամա քալում, այսքան տեղը ցեմենտ բիտոն արածը, դրամային այդ պահերով հեշտ եմ ելում, հվակեցի, մի քիչ այս կողքին կա, բայց որ գնամ են մի կուրը դուք ինձ ստենալ չտիք, փորձեմ տես աղցիկս պտտել, ոչ շտանա էլի, հետո որ շտանում է, դժվարանում եմ։ Ցուրտն ընկնում արդեն պատերս սառավ։ Քարերի մեջին էլ այս արևները դուս եկել, դե գիտեք, միշտ շանս եմ տվել ուղուշներիս։ Ստեղ փող կա գիտած, վերանորոգման խճակ արա, պետք է կան, դե համար էլ էտի միշտ պղում եմ։ Դրա վաղտն էլ կգա օգտագործելու։ Այս ետ քաշեմ։ Որ մի գործն արած ենք հլում, մի ձևի խորը հոգոց ենք հանում, հետո մեզ լավ ենք զգում, որ այդ օրը մեր ուզած գործը արինք։ Ես որ թենց եմ, սիրելի հետևորդներ ջան, հատուկ իջացրի, որ արածս գործի տենակ, լավ մի տերեք քեզ իջխան, տերերը ավլել, բերեմ ես մի կուրը, այս ակերի վեդրոն կբերեմ, ոյ, ծողիկս, հետո կլսեմ այդ վեդրոյի մեջն ու կտանիմ, դետ, այս էլ վեդրան, այս են սիրելի հետևորդներ ջան, հասցրի էլի, այս ամութը կընգնի, ձերնոց էլ չի հակ, հա, սերի վաղտերը սիրում ենք ասել, ինչ այլել, որ մաքուր տերև, այլի, բայց իսկականից ես էլ ահումուս էլի, լավ հուպ տմստի, որ վեդրոմը սաղ տեղը լի, ու տեղ կլի, են տակի ֆողն էլ, են կրանրեսի վրա կլցնեմ, այսքանն էլ մի հատ վրա հղաքեմ, են դա էլ ավելի, շատ քիչ ֆող ա եկել հետո, դե առանց դրա ինչ երելի, մեմ են վաղ մտկովս անցակ ենում, ասում եմ հարստանամ, ես էլ դռները ասվալտ անեմ, հա, դե ասեմ էլի, կարող եմ յորել իմ երազանքը կատարվի, որ դուրն ասվալտը լի, ավլեմ այսքան ֆողը հվակվի ոչ հետը, ծտերը կանչում են իրար, որ գնան իրանք հելա մեկնի անցթայու հետ թարրելին, տերևը հվակեցի, լավա, ես էլ էր շատ կարևոր ինձ մա էլի սիրելի հետևորդներ ջան, համել ձեզ էլ հավեսի եմ բերում այս գործով, որ ձեր ամենակարևոր գործերն անեք, հատկապես ձեր շեմքը մաքուր տհեք, իսանի շեմքը պետքա մաքուր էլի, այսքան ֆողն էլ կհվակեմ ու գործս կհամարեմ ավարտած, այս էլ տանին բաղ չեմ սիրելիներս,
ասմաղոք մին գործը հենց կանեմ, ինչը վեր չանել, քանի որ մի հատ երկաթյա քանդազ ունիմ, այն ճուտերի տեղը մաքրելու համար եմ տանում, այս գնացի տանիցը բերի, այսքան ֆողն էլ սրանով հվակեմ ու արդեն նոր գործս համար եմ լիարժեք ավարտած, դեռ մի քիչ լիսապետյա, կարամ էլի, դրանը մի երկու գործ էլ անեմ, էդ էլ առանց ձեզ, հվակեմ, Այս մի ավիլը, որ դրանը թողում ենք սենց բաները, խանխի շները վեր թողած գալիս են ավիլը քաշեն տալի, այս էլ տանիմ տուն, այս դրանը տնեմ ավելի ճիշտ, քանի որ այս էլ դիմելի տուն տանիլ, ուղակի նրա վրա զբաղվեցի ոչ, որքան էլ իսա գործս անեմ, այս էլ սրանով հվակեմ, Մինա ցեղ չի էլի տանավիլնա, ես էլ կլվանամ, հետո կտանիմ տուն, ստի դրանը կրանդ կա էլի, ես էլ մաքուր ֆողա, հվակվեց, ես էլ կարամ ստիլեցնեմ իմ ծաղիկնու որք, քանի որ ինքը ֆողա, ասեմ, որ մի հատ հավս դուս ա եկել, որ կուտեի, դրանրանք հովում եմ են դուս են պրծնում էլի, ես տիրար կշտի դնեմ, խատատ ես դրան ես մասերն էլ տուն տանիմ ու կհասցնեմ էլի, են հավին էլ հեշտ ու հանգիստ կբրնեմ, դե գիտեք էլի, որ մի քիչ մութն անգնում, հավերն էլ իրան ծաղակը տենում չեն, ես էլ կտանիմ տուն ու կգնամ հավիս էլ կբրնեմ, Ալա, գալուշկա, ավարոր, նացի, ես էլ տանիմ, Խտատում եմ էլի, մնել կտենամ հավս դիլուդիշ էլավ կորավ։ Ախ դու ավազակ։ Հրես են, պտոպտոն ընգած։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես ինչքան վաղտա, ես կարացի ոչ այս հավին բռնեմ, հրես ես այ, դա մի քիչ հետ գնամ, որ մին գադրանգուշտը արդեն կարամ բռնեմ էլի, ուղղակի վախմեմ, որ դուռը բաց անեմ ինքը գա գնա, այն մնացած հավերն էլ դուս կան էլի, բաց դուռն են տենում, թե չէ դուս են պրծնում, սայ, ահա, մի քիչ տալ դա կանգնեմ, արի հավիկ ջան, արի, աչքիս ինձանից խրտնում այ, ահա, դեհ միլիսը հանգցնեմ, որ կարենամ բռնեմ, Սիրելի հետևորդներ ջան, տուն եմ եկել, ասեմ, որ այդ հավին, թեկուզ դժվարությունով, բայց բռնել եմ, հլանոցն եմ գցել, այս դրան այս կողքերը, դե գիտեք էլի, այս որնա, ուզում եմ այս մի կողքը քաշեմ էլի, որ թեքեցի ինչ-որ մի բան մեջից սաղած, իրա երևի փոքր մասեր էլ կա մեջը, Չեմ հիշում էլի, թե մնացած դռները, որ բերում էինք, ինչ կար չկար, որ կողմի վրա պետք է թեքեինք, համել այդ պահերին ես չեմ բերել, տղեր կային, նրանք էին տուն բերել, տարիներ առաջ ու չեմ հիշում, այս կողքի վրա որ բերի թեքեցի, իցևի ինչ-որ մի մասը, սես դղկալ է գնացնել կեվ, հանկարծ մի բան վնասած չլեմ էլի, ամեն դեպքում զգուշորեն ուզում եմ քաշել, այս մի կողքը բերեմ, քանի որ այս մի կողքը իմ շարժը ավելի շատ է, էլի, ահա, այս է սենց, համելստի այս կաղը դիվանին էլ ահենվում, ու ավելի ապահովա, որ քշեվա մի բաղթը սղղա ոչ էլի, հետո այդ ձենիցը վեր թրջիմ,
Մի խոսքով, էս էլ իրա այն բռնակներն ա, չգիտեմ նույնը կթողամ, թե կփոխեմ, ամեն դեպքում, դե գիտեք, որ դրան հետ տալիս են, էս էլ դուրն ա, սիրելի հետևորդներ ջան, սենց, հմիկ էս էլ ա նստելու տեղը բերել, ոնց որ թե փակվում ա, չուզեցի էլի այդ բերող մարդին, ասեմ, որ բաստի չդնենք, այն մի կողքին դնենք, չգիտեմ, առայժմ ստի կմնա, Ես չեմ ուզում տեսուդեն անեմ, ստի ապահով հենած ա, սա չի սղղա, թե մի օր կմնա ստի, թե երկու օր կմնա, չգիտեմ, պետքա որ սրա հետ էլ զգուշվարվեմ, անցուդարձանելիս, մի հատ էլ ամեն դեպքում, երբ որ կադրից դուրս կգամ արդեն, ձեր հետ զրույցս որ կավարտեմ, կտենամ ինչ եմ որոշում, կարող ա հարևանիս կանչեմ, գա օգնի տանենք այն մի սենյակում դնենք, Քանի որ ամեն դեպքում դիվանի առաջինն ա, էլի, նստում ենք, վեր ենք կենում, հարևան ա գալի, կոֆե ենք խմում, մի խոսքով դիվանի առաջը ազատ լինի, էդ էլ ես, գիտեք, կապահով եմ, ստեղ էլ են օր վառածս կարտոշկեն ա, յաշիկներն եմ լցրել արդեն, էսա կբերեմ մոտից էլ ցույց կտամ, 3 հատ այն կապրոնի յաշիկներն ա, շատերի ծանոթ, բանջարեղենների, մրգերի, այդ յաշիկներն ա, ու ես էլ արդեն ապահով ես օրերին դուրս ու ներս անելով, լավ ծմակացրել եմ, իմ սրտովն ա, արդեն իրա հիմնական տեղում կտանեմ կդնեմ ու քիչ-քիչ կօգտագործեմ այս համով կարտոշկեն։ Հիմի գնամ ձերներս էլ լվանամ, որ տենամ կամ կոֆե կխմեմ, կամ էլ կաթ կխմեմ, քանի որ կաթն էլ եմ շատ-շատ հավանում հատկապես, երբ որ հոգնածտուն եմ գալիս, կաթն էլ արդեն շատ օգտակար, նյարդերը հանգստացնում ա, երբ որ ասում եմ նյարդերը հանգստացնում ա, դրան էլ գումարում եմ մի քիչ մեղր ու այդ էլ միախառնված արդեն իսկապես նյարդերը հանգստացնում ա, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ երբ որ կաթ կօգտագործեք, անպայման շաքարավազի փոխարեն մեղր լցրեք ու կտեսնեք ինչքան տարբերվում ա, էլի, ինչքան լավ եք զգում ձեզ, ձեռքերս լվանամ ու անցնեմ այդ բաներին։ Մինչև որ կգնամ լվացվելու, չմոռանամ ցույց տալ կարտոշկեն, որ դասավորել եմ այս կապրոնի յաշիկների մեջ, ոչ մի հատ փչացած չկար ու բոլորը շատ հատնտիր են։ Ջուրն անջատեցի, որ ձայնս լավ լսեք, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ ծիրանի հոտով հեղուկ օճառ ունեի, բայց տաթևս իր հետ իմ սիրելի Տեո օճառն էր բերել, երկուսն էլ շատ լավն ա, եկել տեսել էր, որ էստեղ չունեմ Տեո օճառը, մտածել էր, որ երևի գյուղում չի եղել, չեմ վերցրել, դրա համար իր հետ գալիս Երևանից բերել էր իմ համար։ Երկուսն էլ իմ համար սիրելի են դարձած, բայց Տեո օճառը միշտ էլ լավագույնից լավագույնն է իմ համար։ Երկուսն էլ օգտագործվում ա, մեկ սա եմ օգտագործում, մեկ էլ սա եմ օգտագործում։ Այս պահին ուզում եմ Տեոն օգտագործել, մի պահ իջեցնեմ։ Գույնը շատ սիրուն ա, սպիտակ մարգարտե գույն ա, շատերի ծանոթ։ Սիրելի հետևորդներ ջան, ձեռքերի մաքրությունը շատ կարևոր ա, ընդհանրապես, երբ որ մարդիկ զրույցի են բռնվում, լինում այնպես, որ նաև ձեռքերին են ուշադրություն դարձնում։ Իհարկե, մաքրությունը ոչ միայն նայելու համար ա պետք, այլ նաև ինքներս մեր համար, որ մենք մաքուր լինենք, մեր մատերը մաքուր լինեն, եթե հատկապես եղունգները երկար սիրում ենք պահել եւ ասենք գործեր ենք անում այնպիսի, որ ինձ նման, դե գիտեք, թե ինչ գործերի մեջ եմ, պարտադիր շատ մեծ ուշադրություն եմ դարձնում իմ մատերի, եղունգների մաքրությանը, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա ջուրը միացնեմ, որ ձայնը ձեզ չխանգարի ու մի լավ լվացվեմ։
Կաթը լցրել էի այս բանկայի մեջ, լիտր և կես բանկայա, ռեզբայով, զգուշ բռնեմ ու արդեն տանեմ տաքացնեմ, մածունն էլ է այստեղ, մածունը շուտ չեմ կտրում, սիրելի հետևորդներ ջան, թողում եմ մի լավ պնդվի ու նոր կտրում եմ։ Այս էլ կաթը, ամեն ինչ բերել եմ այստեղ պատրաստել եմ, բաժակը, մեղրը և պղինձը, որ տաքացնեմ մի քիչ, մի հատ հիմա տեսեք, թե ոնց է սեր եկել, երեսը բռնել, մինչև այստեղ սերա։ Դրա համար մի հատ գդալով խառնում եմ, այսենց, հատկապես որ սառում է, այդ դեպքում էլ լրիվ երեսը գալի, ու մինչև բանկայի ես կիսից վերև կարելի ասել իրա յուղային մասն է, դրա համար ուզում եմ մի հատ լավ խառնել, ճիշտ է փոքր գդալա ձեռքս, բայց որ պտտվում է, ինքը խառնվում է, ահա սիրելի հետևորդներ ջան, այս կողմ եմ բերում, որ դուք էլ տեսնեք, մի պահ չէի նայել, տեսաղցիկին, որ տեսնեմ ձեր համար ինչպես է, այստեղ մեղրի գդալն է, էլ սրան չեմ ուզում այս պահին կաթոտ անել, քանի որ սրանով պիտի մեղրը լցնեմ, այս պղնձի մեջ եմ տաքացնելու, հիմա զգուշորեն ուզում եմ լցնել, որ մի կաթիլ անգամ չթափվի, ստացվեց, ձեռքերս հոգնել են, մի հատ էլ փորձեմ, շատ լավ է, այսքան է լավ է, էլիսա կծածկեմ ու կտանեմ, այս հենց աչկաչափով արդեն ես գիտեմ, որ այսքանը ինձ լավ է, իմ սիրելի բաժակն եմ ինձ մոտեցրել, հիմա սա դնեմ մի քիչ տաքանա, ու արդեն կաթը այս կողմ, իհարկե տանելու եմ էլի սառնարան, ու մեղրն եմ ուզում պատրաստել, ինչպես տեսնում եք, ինչ բանկայա, ձկի, կիլկա ձկի բանկանա փոքր, այս ձևի բանկաները նաև սիրում եմ պահել, լավ լվանում եմ և այդ ընդհանրապես այդ ձկի հոտը չի տալիս, բացեմ, հիշեցնեմ, որ այս տարվա մեղրը կարմիր մեղր էր, սիրելի հետևորդներ ջան, կաթոտ գդալը մի կողմ, մոտեցնում եմ ձեզ, որպեսզի ձեզ էլ հավեսի բերեմ, ահա այս կարմիր անարատ մեղրով, նախապես մեղրը ուզում եմ լցնել, մինչև կաթի տաքանալը, քանի որ ես կաթը և թեյին, եթե հանկարծ խմում եմ թեյին իհարկե, ուզում եմ խմել, ապա ուզում եմ, որ քաղցր լինի, և կաթն էլ բացառություն չէ, և ուզում եմ քաղցր լինի, հատկապես մեղրի քաղցրությունը երբեք ավելորդ չէ, հիմա երբ որ կաթը մի քիչ կտաքանա, ոչ եռման աստիճանի, կլցնեմ ու ես իմ սիրելի բաժակի մեջ կվայելեմ անընդհատ խառնելով, որ մեղրը խառնվի կաթի հետ, կնստեմ իմ տաք ու կանկյունում, վառարանն արդեն միացրել եմ, գազի վառարանը միացրած է, գիտեք արդեն ոնց եմ միացնում ու կնստեմ ու կվայելեմ, հիմա սպասեմ կաթը տաքանալուն, չմոռանամ ասել, որ այսօր նաև ինձ հետ վերցրել էի խանութից օձունի գաթա և մի կտոր էլ գաթա կվայելեմ հետը, այսպես կողքը կդնեմ ու կումարկում կվայելեմ, սիրելի հետևորդներ ջան, մեղրով գաթը և օձունի գաթան։ Սպասենք կաթի տաքանալուն, այսպես ձեռք կտամ ու կհասկանամ, ոնց որ թե լավ է։ Այս պահին մի պահ գաթան այս կողմելի, իր ընդհանուր ամանը այդտեղ է, և արդեն վերցնում եմ։ Մեղրը չի սիրում եռման աստիճանի, թե կաթ, թե թեյ, դրա համար գոլից մի քիչ տաք, ահա, արդեն պատրաստ է, ինչպես տեսնում եք, տաք հուրը գնում է, ուրեմն լավ է։ Հիմա զգուշորեն լցնում եմ այստեղ, շատ լավ է,
մի փոքր էստեղ պռունգից թափվեց, քանի որ այս պղինձը պռունգ չունի, ես էլ հոգնած հալիս չգնացի, որ փոքր շերեփը բերեմ, և այստեղ օգնության է հասնում իմ սիրելի խոհանոցային տիկնիկներով անձեռոցիկը, այսպես, երբ որ շատ հոգնած ենք լինում, որոշ բաների ուշադրություն չենք դարձնում, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ ափսոս էր, որ թափվեց, բայց ոչինչ, ահա թե ինչ է անում, երբ որ մենք ալարում ենք, ուզում եմ, որ մանրամասը ձեր հետ կիսվել այն ամենով, ինչ որ կա իրականում և ոչ մի ձևականություն չմտցնել, այս բաները բոլորիս հետ է պատահում, սիրելի հետևորդներ ջան, այնպես չի, որ ամեն բան բոլորի մոտ գծագրած է ստացվում, կաթն էլ ծածկեմ, քանի որ ես շատ լավ գիտեմ, հենց որ ես մեկը վայել եմ, էլի գալու եմ երկրորդ բաժակի հետևից, ահա, այսպես կխառնեմ հավեսով, սերը եկել է կպել, քանի որ հաստ սեր էր բռնել, մնացածն էլ արդեն տաք վառարանի կողքին, սիրելի հետևորդներ ջան, առայժմ, մինչ հաջորդ վլոգ, ձեզ նույնպես ցանկանում եմ տաքուկ անկյուն, մեղրով կաթ, կողքին էլ մեկ կտոր ձեր սիրելի քաղցրավենիքը, պակա, պակա, պակա։